Շատ եկեղեցիներ, քարոզիչներ նույն հատվածի վերաբերյալ կարող են տարբեր քարոզներ տալ, նույնիսկ այդ քարոզները կարող են մեկը մյուսին հակասեն։ Եվ նման դեպքերում հետևյալ կերպով են արտահայտվում, ասելով դե դու այդպես ես հասկացել, ես այսպես եմ հասկացել եւ ամեն բան նորմալ է։ Եվ նման մոտեցումով կարող է մարդկանց մոտ կարծես տպավորություն ստեղծվի, որ Աստվածաշնչի մեջ կոնկրետություն չկա։ Դու այդպես կարդացիր եւ հասկացար, ես այսպես կարդացի եւ հասկացա, մենք սիրում ենք իրար եւ այդպես էլ ապրում ենք։ Ինչպես մենք պետք է վերաբերվենք նման մոտեցմանը եւ արդյոք Աստվածաշունչը կոնկրետ չէ։ Եվ սա էր հիմնական վիճաբանության թեման Մարտին Լութերի եւ Ռոտերդամացի Էրազմի միջև։ Երբ որ նրանք քննարկում էին ազատ կամքի եւ ստրկության մասին, իրականում հենց թեման սա էր, արդյոք Աստծո խոսքը կոնկրետ է եւ հասկանալի է, թե ընդհանրական է եւ ոչ կոնկրետ։ Ընդհանրական է եւ գաղտնիք է եւ այդ գաղտնիքը պետք է հանգիստ թողնենք եւ ձեռք չտանք։ Այո, Աստվածաշնչի հեղինակը Աստված է, բայց Աստված այն գրելու համար օգտագործել է, ինչպես երկրորդ Պետրոս առաջի գլուխ վերջի հատվածում է ասում, Աստված օգտագործել է սուրբ մարդկանց, որոնք որ Սուրբ Հոգուց մղված գրել են։ Եվ Աստված է լինելով կատարյալ հաղորդակցվող, կատարյալ կերպով փոխանցել է այն ամենը, ինչ որ ցանկացել է։ Դրա համար, երբ որ մենք վերցնում ենք Աստվածաշունչը, մենք շատ հստակ կարող ենք ասել, որ սա Աստծո ծրագիրն է։ Մենք 100%-ով համոզված ենք, որ այնտեղ գրված է այն ամենը, ինչ որ Տերն է ծրագրել։ Եվ սա է այն նպատակը, որ մենք մեր առաջ դնում ենք։ Մենք չենք ուզում տեքստի մեջ մեր միտքը մտցնենք։ Մենք չենք ուզում տեքստի հետ խաղալ օրիգամի կամ կարծես մոզաիկայի շրջանակում կտրտում ենք առանձին հատվածներ։ Ես այսպես եմ հասկանում, դիմացինը այլ կերպ է հասկանում։ Այսինքն տեքստի իմաստը մենք գտնում ենք կոնտեքստի մեջ։ Այսինքն այն ինչ որ գալիս է մինչև այդ կամ դրանից հետո բացատրում է այն հատվածը, որը որ մենք վերցրել ենք։ Եվ մեր նպատակն է գտնել այն ինչ որ Աստված էր ուզում ասել։ Եվ Աստված իր միտքը փոխանցել է կատարյալ կերպով սուրբգրային հեղինակների միջոցով։ Որպեսզի մենք գտնենք հեղինակի միտքը, մենք կարիք ունենք գտնելու կոնտեքստը, այսինքն գտնենք կապը տեքստի միջև, ընդհանուր գրքի պատկերը հասկանանք։